Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան օգտահաշվում կամ ինչ-որ այլ թվային հարթակում, ինչին եւ հորդորում եմ, որ բաժանորդագրվեք, սա Դարփինյանի ժամն է, հեղինակն առաջին խոսափողի մոտ է, ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդի մոտ եմ, բարև ձեզ։ Բարև ձեզ, ռադիոլսողներ եւ հեռուստադիտողներ, բարև սիրելի Դավիթ։ Մենք երկու շաբթի ենք տեսաձայնագրվում, ինչպես դուք գիտեք, նախապես ենք սովոր դա անել, այս պահին հայ ժողովուրդը սպասում է JD Vance-ի այցին, դրան էլ միանշանակ կանրադառնանք, բայց ըստ ձեզ, պարոն Դարփինյան, անցնող շաբաթը ինչով առանձնացավ, ինչի մասին խոսենք։ Խոսենք, սկսեմ նրանից, որ Միլանում եւ Իտալական Ալպերում, Cortina d'Ampezzo-ում բացվեց հերթական ձմեռային օլիմպիադան, բացման արարողություններ։ Ես տեսա 4-5 հոգի հայ պատվիրակությունը Հայաստանի, անկեղծ ասած տարակուսանք ապրեցի, որովհետև Հայաստանը եւ ձմեռային երկիր է, եւ լեռնային երկիր է։ Եվ մենք ուղղակի պարտավոր ենք իմ կարծիքով ձմեռային սպորտաձևերում շատ ավելի ակտիվ լինել, շատ ավելի լայնորեն դա տարածել եւ մտքիս եկավ շվեյցարական օրինակը, գիտես Դավիթ, տարեկան 2 անգամ դպրոցականները արձակուրդ ունեն եւ այդ արձակուրդը կոչվում է լեռնադահուկային արձակուրդ։ Բոլոր դպրոցները ուղղակի 1 շաբաթ եւ 2 շաբաթ արձակուրդ ունեն նոյեմբեր եւ փետրվարի վերջ մարտ ամիսներին եւ բոլոր դպրոցականները Շվեյցարիայի բարձրանում են սարերը եւ դահուկով իջնում են ներքև։ Իսկ այդ ձմեռային սպորտաձևերը մեզ մոտ ցավոք սրտի տրաֆարետային կերպով մենք համարվում ենք ամառային կամ շոկ վայր, ապրելավայր, դա բացարձակ այդպես չէ, մենք ռեգիոններ ունենք Հայաստանում, որտեղ 6-7 ամիս ձմեռային եղանակ է։ Մի ռեգիոն չի, էլի։ Ռեգիոններ, այո, ռեգիոններ ունենք Հայաստանը։ Այս փոքր տարածաշրջանում մենք ունենք ձմեռային հրաշալի պայմաններ լեռնադահուկային սպորտը զարգացնելու, ընդհանրապես ձմեռային սպորտաձևերը զարգացնելու։ Եվ մենք որևէ բան չենք անում, հակառակը մենք Ծաղկաձորը կարծես թե սովետական միության ժամանակահատվածում այդ սպորտաձևերի կենտրոններ եւ ամբողջ սովետական միությունից գալիս էին Ծաղկաձոր պարապելու եւ իրենց հմտությունները բարելավելու, զարգացնելու սպորտային մայրաքաղաք էր ըստ էության Ծաղկաձորը, հիմա դարձրել են, ասենք, Նորքի մասիվ համար 6 կամ 7 կամ 17, կարևոր չի, հա, բետոնաշարել են եւ իհարկե այդ ձմեռային սպորտաձևերի կենտրոնից շատ հեռու է դարձել հիմա արդեն Ծաղկաձորը, բայց բարեբախտաբար մենք ունենք Արագածը եւ ունենք այնտեղ կարծես թե նոր պայմաններ։ Ես ուղղակի կհորդորեի մեր կառավարության անդամներին ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա։ Ձմեռային սպորտաձևերը մենք պարտավոր ենք զարգացնել, դա եւ առողջ ապրելակերպի նշան է եւ ձմեռը ճիշտ անցկացնելու նշան է եւ մենք ուղղակի առողջ սերունդ կդաստիարակենք եւ օլիմպիադայում մենք ունենանք շատ ավելի ներկայացուցչական կազմ, քան 4-5 հոգի ուղղակի ամոթ է, այսինքն մենք աֆրիկական երկրներ կան, որոնք որ կյանքում ձուն չեն տեսել, այդքան իրար ուղարկում են, ուղարկում են, հասկանում ես, իսկ մենք լինելով ձմեռային երկիր ճիշտ է մի մխիթարանք կա, որովհետև գեղասահքների ուրեմն ամերիկյան հավաքականը հաղթեց օլիմպիադայում եւ այդտեղ գլխավոր մարզիչներից մեկը հայ Ռաֆայել Հարությունյանն էր, ամերիկյան ուրեմն հավաքականի մարզիչներից մեկը, որը փաստորեն նվաճեց ոսկե մեդալ օլիմպիադա եւ դրանով մխիթարվենք։ Ամեն դեպքում սա կարևորագույն հարց կհամարեի, մենք ժամանակին քաղաքական, այսպես ասած, նախասիրություններից ելնելով շախմատը պարտադիր դարձրեցինք դպրոցում։ Միգուցե դա վատ չէր, հիմա կարծեմ արդեն պարտադիր չի, արդեն ընտրության կարգով է, այսինքն ովքեր ուզում են շախմատի ուրեմն առանձին պարապմունքներ կունենան, ովքեր ոչ, ուրեմն ոչ, բայց ես կարծում եմ, որ այս ձմեռային սպորտաձևերը պարտադիր են եւ այդ արձակուրդայինները անգամ հաշվի առնելով մենք այնքան էլ ուրեմն լայնածավալ հնարավորություններ չունենք,
կարելի է դա անել ասենք հերթափոխով, հա, դպրոցականները տարբեր ռեգիոններից տարբեր ժամանակահատվածներում ունենան այդ արձակուրդային հնարավորությունը եւ սովորեն եւ առողջ ապրելակերպով ապրեն։ Դա չափազանց կարեւոր եմ համարում մեր ընդհանուր մեր քաղաքացիների համար եւ երկրի համար, որովհետեւ դա եւ առողջությունն է սնելու եւ սպորտը։ Սա առաջինը։ Երկրորդը կուզեի անդրադառնալ նրան, որ նախագահ Տրամպը փետրվարի 19-ին արդեն նշանակեց Գազայի հատվածում Միջին Արևելքի այդ խաղաղության խորհրդի հերթական նիստը, այսինքն անդրանիկ նիստը, առաջին նիստը Վաշինգտոնում։ Եվ կարծես թե մենք եւս հրավիրված ենք Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը պիտի մասնակցեն այդ խորհրդի նիստին։ Ես ենթադրում եմ, որ այդ հրավերքը մեզ համենայն դեպս արված է քաղաքավարության հիմքով, որովհետև դա, այսպես ասած, ուղղակի ազդանշան է նրա, որ մեր վերաբերմունքը այս կոնֆլիկտին, մեր չափազանց խաղաղասեր քաղաքականությունը ըստ արժանվույն գնահատվում է Միացյալ Նահանգների կողմից, եւ մենք հրավիրված ենք այնտեղ հենց այնպես որպես օրինակ, որպես նմուշ, թե ինչպես կարելի է խաղաղասեր քաղաքականությամբ հասնել ինչ-որ արդյունքի։ Ճիշտ է, այդ արդյունքի վերաբերյալ մենք մեր դատողությունները կանենք հետագայում, տեսնենք ինչպես կավարտվի այս ամբողջ գործընթացը, բայց այնուամենայնիվ կարծում եմ եւ մենք եւ Ադրբեջանը այդտեղ քաղաքավարության հիմքով ենք հրավիրված, որովհետեւ մնացածը հրավիրված են փողով, ուղղակի քեշ փող պիտի մուծես $1 միլիարդ։ Ես ուղղակի կարծում եմ եւ այստեղ ուղղակի զգուշավոր է պետք լինել, որովհետև եթե մենք շատ խորանանք, ընթացքում մեր վրա իման մնա էլի, հա, ընթացքում այդ քաղաքավարությունը կարող է մոռանալ եւ այդ $1 միլիարդի պարտքի տակ մնանք, իսկ մենք բազմաթիվ այլ տեղեր ունենք ծախս անելու, քան թե ուրեմն Գազայի հատվածի վերականգնողական աշխատանքներին փողով մասնակցելու։ Այո, մասնակցելու ենք Գազայի խորհրդում։ Դավիթ, պիտի հաշվի առնենք, որ շատ հետաքրքիր է այդ Գազայի խորհրդում հիմնականում իհարկե այդ տարածաշրջանային երկրներն են, շատ քիչ են, այսպես ասած, արևմտյան դեմոկրատիայի ներկայացուցիչները։ Տրամպը անգամ Պուտինին հրավիրեց, այսինքն Ռուսաստանը եւս ներկա է կամ ներկա կլինի կամ ինչ-որ չափով վիրտուալ կերպով միգուցե ներկա կլինի։ Ռուսաստանը հայտարարեց, որ այդ $1 միլիարդ պատրաստ է վճարել այն պարտքերից, սառեցված են ռուսական ակտիվները, որոնք սառեցված են, ասած լավ է, ասենք հարյուրավոր միլիարդներ կան այնտեղ, ես չեմ սխալվում 350 միլիարդի չափով սառեցված է Միացյալ Նահանգներում, ասած դա այդ $1 միլիարդը մենք կտանք այդ սառեցված գումարներից։ Այսինքն Արևմտյան Եվրոպայի երկրները գրեթե չեն մասնակցում այդ խաղաղության այսպես կոչված խորհրդին։ Այդ թվում իհարկե շատ կոշտ դիրքորոշում ունի նախագահ Մակրոնը, որի հորդորով դրդմամբ հիշեցնեմ, որ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը որպես անկախ պետություն, դրանով իսկ էլ ավելի վատթարացրելով մեր հարաբերությունները Իսրայելի հետ, այսինքն ինչ-որ չափով ընկել ենք Մակրոնի ազդեցության տակ, Մակրոնի խելքին, այսպես ասած, հիմա լավ է, որ դուրս ենք եկել կարծես թե, բայց վտանգը կա, որ հանկարծ չընկնենք հիմա էլ Տրամպի խելքին, էլի, այսինքն այդ միլիարդի տակ չմնանք, այսինքն մենք հնարավորին չափ անկախ եւ հնարամիտ քաղաքականություն պիտի վարենք։ Ես նկատեցի, որ մենք Իսրայելի հետ գրեթե աննկատ մի փուլ բանակցություններ ենք վարել։ Անցյալ տարի նոյեմբերին մեր արտգործնախարարի տեղակալ Կոստանյանը եղել է այցով Իսրայելում։ Արդեն այդ Պաղեստինի ճանաչումից հետո եւ այլն բավական լարված իրավիճակում, երբ Իսրայելը հակառակը ամեն կերպ, ամեն առիթով ընդգծում է իր ստրատեգիական հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ դրանց կարեւորությունը իրենց համար, վերջերս անգամ մի մեծ պատվիրակություն էր գնացել Ադրբեջան Իսրայելից, մոտ 40 ընկերություններ, այսինքն մոտ 200 հոգի պատվիրակությունով մեկնել էին Բաքու, շատ լայնածավալ բանակցություններ էին վարել, այդ թվում նաեւ արհեստական բանականության շուրջ նորից շարունակել են զենքի մատակարարման գործընթացը, տուրիստական հնարավորությունները, ադրբեջանական սոկարը 10% բաժնեմաս է գնել այն գազային ուրեմն հանգույցում, որը գտնվում է Իսրայելի կոնտրոլի տակ, տրամադրության տակ, կոնտրոլի տակ, այսինքն Իսրայել-ադրբեջանական հարաբերությունները անթակույց կերպով կրում են արդեն ստրատեգիական բնույթ եւ Իսրայելը դրանով շատ բարձրանում է, որովհետև Ադրբեջանը միակ շիի երկիրն է, որը որ դեսպանատուն բացեց Իսրայելում
եւ նման ստրատեգիական հարաբերություններ է հաստատել եւ շարունակում է զարգացնել եւ այդ մթնոլորտում իհարկե մեր կողմից Պաղեստինի ճանաչումը շատ իմ կարծիքով ժամանակավրեպ սխալ քայլ էր ուղղակի մենք Արցախը չունենալով Պաղեստին ճանաչելը շատ սխալ քայլ ոչ միայն Արցախը չունենալով այլ Արցախը կորցնելով եւ Արցախի տարածքը ճանաչելով որպես Ադրբեջանի անբաժանելի մաս դրանից հետո ճանաչել Պաղեստին ուղղակի դա իմ կարծիքով մանկամտություն էր բացարձականը չհիմնավորված քայլ ուղղակի մենք դրանով ինչ որ չափով հաճոյա խոսեցինք հաճոյա բանեցինք Մակրոնին որը շատ մեծ վրիպակ էր իմ կարծիքով Դուք հենց լավատեսություն եք դրսևորում պարոն Դարփինյան ասում եք Մակրոնին բայց փորձագիտական համայնքում նաև խոսակցություններ կան որ դա Էրդողանի հորդորն է եղել ոչ միայն Մակրոնի այսինքն Մակրոնի էլ բայց ոչ միայն Մակրոնի Դա ես Էրդողանի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել բայց այն որ Մակրոնը չի մասնակցում, այսինքն Ֆրանսիան չի մասնակցում այդ խաղաղության խորհրդին, այսպես կոչված Ֆրանսիան անթակույց կերպով հիմա արդեն հակադրվել է Միացյալ Նահանգներին եւ փորձում է Եվրոպան ինչ որ չափով կազմակերպել եւ դիմակայել Միացյալ Նահանգների ագրեսիվությանը եւ այդ պարագայում մենք սկզբից իհարկե ընկել էինք այդ եվրոպական ջրերի մեջ եւ փաստորեն խորտակվեցինք ինչ որ չափով, որովհետեւ հասկացանք, որ պետք է ժամանակին դուրս գալ այդ ջրերից։ Հիմա կարծես թե փորձել ենք դուրս գալ, կարծես թե այդ process-ի մեջ ենք, ամենայն դեպս այդ նոյեմբերին կայացած մեր արտգործնախարարի տեղակալի այցը Իսրայել, որը չի լուսաբանվել մեր լրատվամիջոցներում որևէ կերպ չի լուսաբանվել, դա ուներ որոշ չափով նաև այսպես կարգավորիչ բնույթ, այսինքն մենք փորձում ենք Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել եւ գոնե բարձրացնել ինչ-որ մակարդակի Կա երկու արգումենտ, որոնք որ կարող են նպաստել դրան, նախ Nvidia-ն, ամերիկյան հզորագույն ընկերությունը, որը կարծես թե հիմա արդեն դառնում է ակնհայտ եւ փաստագրված, որ մուտք է գործում Հայաստանի տարածք, նրանք նաեւ բավական մեծածավալ աշխատանքներ են կատարում Իսրայելում։ Այսինքն բազմամիլիարդանոց նախագծեր ունեն եւ բազմամիլիարդանոց ներդրումներ ունեն Իսրայելի միտքը, Իսրայելի գործոնը, նրանց կրթական համակարգը, նրանց տեխնոլոգիական բնույթը իրենք օգտագործում են եւ եթե Հայաստանը եւս դառնում է Nvidia-ի այդ ամբողջ այսպես ասեմ, էլի աշխարհատիրության բան ենք դառնում, մենք կետ ենք դառնում, կետերից մեկն ենք դառնում, կարծում եմ դա ուրեմն Իսրայելի հետ մեր հնարավոր կապերի ընդլայնման եւ ամրացման նախադրյալ կարող է լինել եւ Wizz-Air-ը այդ հունգարական ընկերությունը, որը կարծես թե տրամադրված է, ամենայնպես դրա մասին հայտարարվեց, եթե նրանք չփոշմանեն, որովհետեւ մեր օդանավակայանի գները իհարկե շատ բարձր են կարծես թե նրանք որոշում են կայացրել մեր օդանավակայանը դարձնել բազային օդանավակայան այս տարածաշրջանի համար նրանք ունեն նաև բազային օդանավակայան Թել Ավիվում, հա, Բեն Գուրիոնի օդանավակայանում եթե սա նույնպես զարգացավ, սա նշանակում է, որ գոնե շաբաթական մի քանի չվերթ մենք կկարողանանք ունենալ Իսրայելի հետ, գոնե ինչ-որ չափով կկարողանանք բանակցել եւ հասնել վիզաների ազատականացման ինչ-որ սկզբունքի, որովհետեւ ասենք Ադրբեջանը օրական 2 չվերթ ունի Բաքվից դեպի Թել Ավիվ եւ նրանք շատ ակտիվ են աշխատում, շատ ակտիվ ուղղակի էլի եւ Իսրայելը բազմիցս անգամ ուղղակի շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին, որ նրանք կարողացել են տասնյակ հազարավոր ուրեմն հրեաներ տեղավորել Ադրբեջանում եւ նրանք անվտանգ են, նրանք կարող են ուսուցանել իրենց լեզվով, կարող են ունենալ իրենց ուրեմն հոգեվոր կյանքը եւ այլն, այսինքն Ադրբեջանը ինչ որ չափով կարողացել է իրեն դիրքավորել որպես Իսրայելի անկեր բարեկամ պետություն եւ ժողովուրդը ադրբեջանական շիա ժողովուրդը կարողացել է իրեն դիրքավորել որպես բարեկամ ժողովուրդ հրեաներին։ Սա շատ կարծում եմ մեզ համար կարևոր հանգամանք է մենք այսօրվա աշխարհում արդեն հատկապես հայ-ամերիկյան այս հարաբերությունների բարելավման զուգահեռ պիտի կարողանանք Իսրայելի հետ մեր հարաբերությունները նույնպես բարելավենք, առավել եւս որ Իսրայելը առանձին վերցրած իրեն դիրքավորում է որպես քրիստոնյա աշխարհի պահապան։
Հավոր, պարոն Դարբինյան։ Նրանք ունեն մոտ 180,000 քրիստոնյաներ, հիմնականում դրանք քրիստոնյա արաբներն են, ովքեր ապրում են Իսրայելի տարածքում, եւ վերջին ժամանակահատվածում ամերիկյան ադմինիստրացիայի կոչերին, հորդորներին զուգահեռ քրիստոնեության պահպանության, քրիստոնեության պաշտպանության, այդ հիշում եք, ասենք Նիգերիայում իրականացվող, ասենք քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների դեմ Թրամփի հայտարարությունը, ոչ միայն հայտարարությունը, նաև մի քանի հարված նրանք հասցրեցին նիգերիական այդ մուսուլմանական այն օջախներին, որոնք որ քրիստոնյաներին ճնշում էին, Իսրայելը միացավ այդ շարժմանը։ Իսրայելը մի քանի անգամ իրենց վարչապետի ուրեմն շուրթերից հնչեցրեց քրիստոնյա աշխարհի նկատմամբ իրենց բարեկամական վերաբերմունքը եւ իրենց սատարումը քրիստոնյաներին աշխարհի։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ որպես աշխարհի քրիստոնյաներից ամենաառաջինը դեր ունենք անելու, ամենայն դեպս մի կամուրջ կա, որ մենք կարող ենք լրացուցիչ կամուրջ, շատ հզոր կամուրջ, որ կարող ենք մենք գծել եւ անցկացնել դեպի Իսրայել եւ հայ-իսրայելական հարաբերությունները մի այլ որակի բարձրացնենք։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտություն այսօր կա։ Շարունակելով Իսրայելի թեման, պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել Իսրայելի կողմից, այսպես կոչված չճանաչված պետություն կա, Սոմալիլենդ է կոչվում։ 61 թվականից բրիտանական, այսպես ասած, կայսրությունից նրանք անջատվեցին, շատ նման է այդ իրավիճակը Ղարաբաղյան իրավիճակի հետ։ Շատ նման է Ղարաբաղյան իրավիճակին։ 91 թվականին նրանք հայտարարեցին ամբողջական անկախություն Սոմալիից եւ այսպես ասած առանձին դիրքավորվեցին Կարմիր ծովի ուրեմն բանով է դա երկայնքով է, շատ լավ է տեղակայված այնպես որ Իսրայելի համար ստրատեգիական նշանակություն ունի նրանց դիրքը, որովհետև նրանք Եմենի խուսիների դեմ, այսպես ասած, որպես պլացդարմ օգտագործելու հրաշալի դիրքավորում ունեն նրանք, բայց բացի ամեն ինչից նրանք փորձել են ստեղծել իրենց դեմոկրատական պետությունը, ի տարբերություն բռնապետական Սոմալիի, եւ այդ դեմոկրատական կարգերով կարծես թե իրենք ինքնակառավարվելով կարողացել են ապացուցել իրենց տեղը եւ իրենց իրավունքը լինել անկախ երկիր։ Եվ Իսրայելը պաշտոնապես ճանաչեց այդ Սոմալիլենդը որպես պետություն։ Եթե զուգահեռներ տանենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության հետ, պետք է ասեմ, որ շատ ավելի մեծ նմանություններ կան, գրեթե նույնատիպ իրավիճակ էր Արցախում, Լեռնային Ղարաբաղում եւ Սոմալիլենդում։ Եվ մենք որևէ կերպ, որևէ անգամ մեր արտաքին քաղաքականությունը, մեր պատմագետները, մեր միջազգայնագետները երբևիցե չեն անդրադարձել այս խնդրին, հասկանում եք։ Սենց իրավիճակ կա անալագիչի։ Եվ մենք կարող ենք դա հետևել այդ իրավիճակին հետ եւ դրա փոխարեն մենք հետևում ենք Աբխազիային եւ Հյուսիսային Օսիային, ավելի ճիշտ Հարավային Օսիային։ Նրանց հետ ենք ֆուտբոլ խաղում, նրանց հետ ենք պատգամավորական պատվիրակություններով փոխանակվում, նրանց հետ ենք հարաբերությունները Վրաստանի հետ։ Եվ Վրաստանի հետ ստեղծել ենք շատ մեծ լարվածություն, այդ լարվածության պատճառով Վրաստանը մեր նկատմամբ դեպի Հայաստան ուղևորվող բեռների նկատմամբ կիրառում էին ամենաբարձր տարիֆները տրանսպորտային։ Բարբարոսական մաքսատուրքերը։ Մաքսատուրքեր չէ, դրանք տրանսպորտային տարիֆներ են, այսինքն տարանցման տարիֆներ են, եթե դու օգտագործում ես իմ տարածքը քո բեռները անցկացնելու համար, դու պետք է վճարես 1 կիլոգրամի դիմաց։ Եվ իրավիճակը այնպիսին էր դարձել եւ դեռևս շարունակում է դառնալ, որ Երևանից մինչև Բաթում կամ Փոթի նավահանգիստ 1 կիլոգրամի ուրեմն արտահանումը ավելի թանկ է նստում, քան այդ Բաթումից կամ Փոթիից ավելի ճիշտ դեպի, ասենք, Հյուսիսային Ամերիկա կամ Հարավային Ամերիկա մեր 1 կիլոգրամ ապրանքը տանելը։ Այսինքն մենք ստեղծել ենք բացարձակ արհեստական մի վիճակ գտնվելով ոչ մեր շահերի տիրույթում, այսինքն մենք սպասարկում ենք կամ ընդօրինակում ենք կամ հետևում ենք տվյալ դեպքում Ռուսաստանի շահերին, ճանաչելով Աբխազիան եւ Հարավային, այսինքն ոչ թե ճանաչելով Ղարաբաղի կողմից ճանաչելով, մենք ձև ենք անում, որ դա Ղարաբաղի հետ կապ չունենք, իրանք ճանաչել են, Ղարաբաղը ճանաչում է, եթե Ղարաբաղը ճանաչում էր, Ղարաբաղը Ռուսաստան է, չէ, Ղարաբաղն այդ որտեղ դա Ռուսաստանի է ամբողջապես ռուսական ծիրում է, լավ, ռուսական քաղաքականության մեջ էր գտնվում այդ ամբողջը։ Ցավում եմ, որ մենք մեր միջազգայնագիտության մեջ,
պատմագիտության մեջ, գեոքաղաքական ուսումնասիրությունների մեջ, բացարձակապես չենք անդրադարձել այս Սոմալիլենդի кейսին, տարբերակին եւ ընդհանրապես շատ կաղապարված ենք եղել եւ կանք եւ մնում ենք, դա մեր թերություններից մեկն է։ Կարդացի, ուրեմն Իսրայելում կա մի միջազգային կլասի վերլուծաբան, փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարին, որը հանրահայտ դեմք է շատ եւ նա գրեց, որ այս արաբա-իսրայելական կոնֆլիկտը կարող է լուծվել միայն մեծահոգության տիրույթում, այսինքն պետք է մեծահոգի լինես, որ այդ կոնֆլիկտը կարողանաս լուծես։ Ամբողջ ուսումնասիրությունը վերաբերում էր դրան եւ Հարարին ցույց էր տալիս, որ ոչ Իսրայելը, ոչ ուրեմն պաղեստինցիները այդ մեծահոգության դրսևորումը չունեն։ Ուզում ասել, որ մենք կարծես թե այդ մեծահոգությունը անընդհատ դրսևորում ենք Ադրբեջանի նկատմամբ։ Անընդհատ մենք առավել մեծահոգ ենք, քան որևէ մեկը այս աշխարհում։ Եվ այդ իմաստով իհարկե մեր տեղը այդ խաղաղության բորդում, խաղաղության հանձնաժողովում իհարկե արդարացված է։ Այսինքն մենք երևի առավել խաղաղասեր ենք, քան որևէ մեկ այս աշխարհում։ Չափից շատ, պարոն Դարբինյան, չափից շատ միգուցե, այո, բայց դրա դիմաց մենք չունենք Ադրբեջանի մեծահոգությունը։ Մենք չունենք նրանց կողմից որևէ մեծահոգաբար դրսևորում։ Ես բան ես երբեք չեմ համարի, որ այդ բենզինի մատակարարումը կամ Ալիևի կողմից այդ ուրեմն ժեստը, որ մենք մեր տարածքը հիմա տրամադրում ենք եւ այլն դեպի Հայաստան, մենք դեռ չենք տեսել։ Ճանապարհները բացված չեն, մեր պատանդները ուղղակի բռնի կերպով պատանդարված մեր քաղաքացիները մնում են Ադրբեջանում, որը մեծահոգության դրսևորում ենք այստեղ չենք տեսնում։ Բազմաթիվ նամակներ են հղվում այսօր DJ Vance-ին այդ կապակցությամբ այդ նամակներն ունեն երկու ուղղություն։ Առաջի ուղղությունը իմ կողմից հերքելի է, որովհետև առաջի ուղղությունը ուղղակի լուտանք է հայաստանյան իշխանությունների նկատմամբ, այսինքն դա պիտի շատ կարճատես լինել, որ Վենսին բողոքել հայաստանյան իշխանությունների մասին կամ բողոք ուղղել նրանց նկատմամբ, որտեղ ակնհայտորեն Միացյալ Նահանգների այսօրվա ադրմինիստրացիան աշխատում է եւ շարունակելու է աշխատել հայաստանյան ներկա իշխանությունների հետ։ Այս մեկ եւ երկրորդ է դու խնդիր ունես երկրի ներսում լուծելու, դու երկրի ներսում քաղաքական պայքարի օրենքներ գոյություն ունեն, դու փորձիր այդ օրենքներով աշխատել եւ հասնել քո նպատակին, այլ ոչ թե բողոքել Վենսին։ Այսինքն բողոքի այն մասը, որը ուրեմն որում զետեղված են այդ լուտանքները մեր իշխանությունների նկատմամբ, ես իմ կողմից հերքվում են։ Այսինքն դա ուղղակի ոչ միայն անհեռատես, անիմաստ, նաեւ անպատվաբեր մոտեցում է։ Մեզ չսազող ամեն դեպքում, բայց մի կողմից էլ պարոն Դարբինյան տեղ մեծ մասամբ խոսում են հոգևորականների կալանավորումների մասին։ Կա երկրորդ։ Տեղ ամեն դեպքում բան կա ասելու։ Կա երկրորդը, այսինքն այնտեղ որտեղ մարդասիրական, հումանիստական, քրիստոնեական մոտեցումների վերաբերյալ է, այո, կարելի է նամակներ հղել եւ այդ իմաստով նամակները հղել նաեւ ի պաշտպանություն Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, որտեղ այո, պաշտոնական Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատանդարված մարդիկ պիտի ետ վերադառնան։ Այսինքն նրանց պետք է անվերապահորեն առանց քննարկումների Ադրբեջանը հանձնի մեզ։ Իսկ կա որ Վենսը ինչ որ մի բան կանի, պարոն Դարբինյան, ո՞նց է կարծում։ Դա ջան, տես մինչև Վենսին անդրադառնալ, ասեմ, որ մենք ուրեմն մի քանի օր առաջ Ադրբեջանից ստացանք հերթական լուրը այն մասին, որ մեր պատանդարված ուրեմն ընկերները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արցախի քաղաքացիները, այդ թվում ղեկավարները դատապարտվել են տարբեր աստիճանի ուրեմն կալանքների, հիմնականում ցմահ եւ այլ, եւ ես տեսա մեր ուրեմն վերլուծաբանների, մեր ուրեմն ԶԼՄ-ների կողմից, ուրեմն այդ բանը ցասումը, որ ինչպես կարելի է տեսակ ցմահ են դատապարտել եւ այլն, գիտեք, այսինքն մենք կամ ընդունում ենք այդ դատավարությունը, կամ չենք ընդունում։ Եթե ընդունում ենք, իրականում ես էլ կենտրոնանալու բան չեմ տեսնում, այսինքն ինչ ենք մենք սպասում, էլի որ ինչ պիտի լինի։ Նախ ինչ ենք սպասում, երկրորդը իսկ եթե օրինակ
ոչ թե ցմահ լիներ, այլ 1 տարի մենք ընդունելու ենք այդ դատավճիռը, մենք ընդունում ենք այդ դատավարության ընդհանրապես օրինականության փաստը։ Մենք պիտի հերքենք դա որպես դատավարություն, մենք չպիտի ընդունենք դա, ոչ պետությունը, ոչ պետությունը, ոչ սոցիումը, որևէ մեկը, ոչ քաղաքական ուժեր եւ այլն, այսինքն պետք է վրդովվել ոչ թե այն բանի համար, որ նրանց ցմահ են դատապարտել կամ 20 տարով են դատապարտել, պետք է վրդովվել հենց ի սկզբանե այն բանի համար, որ տեղի է ունենում ուղղակի բացարձակ անօրինական իրավիճակ եւ գործողություն, այսինքն այդ դատավարությունը մենք պիտի հերքենք ի սկզբանե, հա, որտեղ անկախ նրանից ցմահ են տվել, 1 տարի են տվել, 5 տարի են տվել, թե 20 տարի են տվել, մենք պիտի չընդունենք դատավարության փաստը ինքնին։ Սա է։ Հիմա կարծում եմ այո, այդ եւ նամակները եւ դիմումները։ Ես կարծում եմ, որ պաշտոնական Հայաստանը եւս գոնե քաղաքավարությունից ելնելով ուրեմն անպայման կդնի այդ հարցը, այսինքն չի կարող չդնել, որտեղ ասուլիս ալինելու լրագրողները վստահաբար այդ հարցը տալու են, չեմ կասկածում։ Դա հասարակությանը հուզող խնդիրներից ամենակարևորներից մեկն է, անպայման դրա մասին խոսակցություն լինելու է, անպայման լինելու է ինչ-որ համաձայնություն։ Դրա հետ կապված, այո, վստահ եմ, որ Միացյալ Նահանգները, թե Վենսը, թե նախագահ Թրամփը, թե ընդհանրապես իրենց դիվանագիտական ջանքերը ուղղված են լինելու նրան, որ մեր պատանդարված քաղաքացիները հետ վերադարձվեն։ Ինչ վերաբերում է քրիստոնեության հետ կապված ուրեմն այս խնդիրներին, նույնպես ես կարծում եմ, որ խնդիրը սուր է դրված նաև Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի կողմից աշխարհում քրիստոնեությանը որպես պահապան հանդես եկող այս ադմինիստրացիան եւ Թրամփը եւ հատկապես Վենսը, որտեվ Վենսը ինքը կաթոլիկ ուրեմն ըստ որում այսպես ակտիվ կաթոլիկ է։ Հռոմի պապու հետ հանդիպեց։ Ակտիվ կաթոլիկ է։ Սա կարծեմ առաջին դեպքն է, կարծեմ, որ Միացյալ Նահանգների նման բարձրաստիճան պաշտոնյան ուղղակի ակտիվ կաթոլիկ է, էլի ինքը իր բանով, որտեղ Միացյալ Նահանգները մեծ հաշվով դրանք բան չեն, կաթոլիկ երկիր չեն, բողոքականների երկիր, ավելի շատ բողոքականներ են, քան կաթոլիկներ են, բայց այնուամենայնիվ այս հոգևոր քրիստոնեական արժեքների պահպանությունը գտնվում է նրանց կարծես թե ֆորմալ անգամ քաղաքականության առաջնահերթությունների շարքում եւ այստեղ կարծում եմ այո տեղին է որ մենք մեկ անգամ եւս շեշտեմ որ մենք ունենք քրիստոնեության նկատմամբ հասարակական, ժողովրդական եւ պետական ակնածանք, սա մեր կարևորագույն արժեքներից մեկն է թե քաղաքացու, թե հանրության եւ թե պետության եւ այդ իմաստով ել ավելի սերտ համագործակցություն հաստատենք Միացյալ Նահանգների հետ եւ փորձենք այնուամենայնիվ դուրս գանք այս փակուղային իրավիճակից, որը ստեղծվել է կառավարություն եկեղեցական վերնախավ այս հակադրության արդյունքում։ Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տեղի ունեցավ այցը Ալեն Սիմոնյանի Մոսկվա աստիճանաբար գիտես Դավիթ հայ-ռուսական դիալոգը ինձ հիշեցնում է խուլի եւ համրի խոսակցություն անկեղծ ասած որ ինձ բացարձակապես լավատեսություն չի ներշնչում որովհետեւ ինչ ենք ասում մենք ասում ենք նոր իրավիճակ է ստեղծված մենք պատրաստ ենք մենք ուզում ենք մենք ուրեմն ուզում ենք վերաիմաստավորել, վերականգնել, ստեղծել, նոր հիմքի վրա դնել, բարեկամական մեր հարաբերությունները եւ այլն։ Այսինքն մենք սրա մասին ենք խոսում։ Ռուսներն ասում են այո, մենք նույնպես վստահ ենք, որ 20 թվականի մեր համաձայնությունները, 22 թվականի համաձայնությունները, ոչ թե ակտուալ են, անպայման կիրագործվեն, հասկանում ես հիմա բացարձակ ուրեմն խուլի եւ համրի խոսակցություն է եւ սա լավատեսություն չի ներշնչում ճիշտն ասած բացարձակ այցը ես գնահատում եմ իհարկե որոշ իմաստով սա հետախուզական իմ կարծիքով նշանակություն ուներ մեր կողմից այո Սիմոնյանի այցը ուներ հետախուզական նշանակություն հասկանալ մեզ ոնց են ընկալում այդ կողմերը ինչ կա օգոստոսի 8-ից հետո ոնց են մեզ վերաբերվում ինչ կա ինչ չկա էլի մոտավորապես
Հասկացանք, որ այնց առանձնապես ոչինչ էլ չկա, այսինքն կողմերը մնացել են նույն դիրքերում եւ դա լավատեսություն չի ներշնչում, հատկապես առաջիկա զարգացումների կոնտեքստում մենք պիտի այնուամենայնիվ չեզոքացնենք Ռուսաստանի այդ ուրեմն վրդովմունքը եւ նրանց ոչ կոմֆորտային վիճակը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերի, եթե մենք չկարողանանք դա ինչ որ չափով չեզոքացնենք։ Հիմա ինչ վերաբերում է Վենսի այցին, ես կարծում եմ, որ ոչ մի հատուկ ինչ-որ նոր բան մենք ակնկալել չպիտի ակնկալենք, որովհետև օրակարգը հրապարակված է, մենք գիտենք ինչի մասին է խոսքը գնալու է միգուցե տրիպի համաձայնագրի էլ ավելի դետալացված ինչ-որ մի բան կստորագրվի, բայց իրավիճակը պարզ է, մեզ համար կան չլուծված դեռևս խնդիրներ, ապահովել Ռուսաստանի կոմֆորտը այս իրավիճակում, ապահովել ինչքանով որ կարող ենք Իրանի կոմֆորտը այս իրավիճակում, փորձել ներգրավել այս տարածաշրջանային բեռնափոխադրումների ամբողջ համակարգի մեջ ներգրավել նաև Չինաստանը, որպես ուղղակի այդ համակարգի, այդ ենթակառուցվածքի օգտագործող կողմ, որտեղ վերջին հաշվով նրանց էլ է դա ձեռնտու, եթե նրանք ենթակառուցվածք են ստանում, որ կարող են օգտագործել։ Կտա, բայց Ամերիկան ինչ որ մեկին այդ հնարավորություն։ Փողով կտա, ինչի՞ չի տա։ Եթե փողով, իհարկե փողով։ Չնայած Կապյուրկինը արդեն ասաց, որ իրանք տենց պատրաստ են քննարկել դա։ Դա գիտես, ասենք։ Չմեկնաբանեմ։ Պարոն Կապյուրկինին, այո։ Կապյուրկինին չմեկնաբանեմ։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական դիսկոմֆորտային վիճակին Ռուսաստանյան, մենք արդեն դրան անդրադարձանք։ Ինչ վերաբերում է այլ խնդիրներին, այսինքն տրիպի վերաբերյալ հետագա բանը խորացում է գնալու այդ հնարավորության կոնտրակտի միգուցե ինչ-որ առանձնահատկությունների մասին մենք կտեղեկանանք, ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայաններին միգուցե նույնպես, պետք է ասեմ, որ դա մեծ ձեռքբերում է, եթե մենք հասնում ենք Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի ուրեմն հավանությանը կիսվելու մեզ հետ այդ ուրեմն միջուկային տեխնոլոգիաներով, որտեղ դա իսկապես քաղաքական խնդիր է, Միացյալ Նահանգները քաղաքականապես պիտի տան իրենց համաձայնությունը, որպեսզի իրենց տեխնոլոգիան գա Հայաստան։ Դա վատ չի։ Ինչն է վատը։ Մենք դեռևս չունենք մեր գործող ատոմակայանի ապագայի հետ կապված, այսինքն մենք ինչով ենք փոխարինելու գործող ատոմակայանը, որտեղ ակնհայտորեն մոդուլային ատոմակայանները չեն փոխարինում գործողը, որը ասենք 600 մեգավատից ոչ պակաս մինչև 1000 մեգավատանոց մեզ հարկավոր է այնտեղ ունենալ ատոմակայան, այսինքն սա նրան չի փոխարինում, սա գալիս է նրան ի հավելումն, բայց ինչ ենք անելու մենք շատ լավ է, բայց մեզ նրանից էլ է պետք։ Նրանից էլ է պետք եւ մենք դեռևս դրա վերաբերյալ լուծում չունենք եւ կան մտավախություններ, որ սրանով փորձեն փակել նաև նրա խնդիրը։ Կա մտավախություն, այո։ Մտավախություն կա, իսկ մեր իշխանությունները դեռևս դրա վերաբերյալ ոչ մի կոնկրետ հայտարարություն չեն արել, որը ել ավելի է մեզ մտահոգում այդ հարցում։ Երևի այսքանը տեսնենք ինչ կլինի Վենսի գալ գնալուց հետո։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ուրեմն մենք այնուամենայնիվ ինչ-որ փրկության օղակ ունենք, որովհետև Իլոն Մասկը հայտարարեց վերջերս Դավոսում, որ ի տարբերություն Մարսի, ուրեմն դեպի լուսին շատ ավելի հեշտ է հասնել եւ 10 տարվա ընթացքում կարելի է այնտեղ քաղաք կառուցել։ Այսինքն գնալու տեղ միշտ էլ կա, էլի, մենք կարող ենք համարել նոր խոպանի համար տարածքներ են հայտնի համար արտագաղթի նոր օբյեկտ։ Դեմ ասեմ, որ այնքան էլ վատ չի մեր վիճակը, ամեն դեպքում դեպի լուսին ճանապարհը լինելու է, թեկուզև 10 տարվա ընթացքում։ Բայց սպասենք, տեսնենք զարգացումներին։ Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մեր այսօրվա թողարկումն այսքանն էր։ Վենսը Հայաստանում է, տեսնենք ինչ կլինի, վստահ եմ, որ հաջորդ հաղորդմանը մենք կքննարկենք նորից այս հարցը, շարունակեք լսել գործարար ալիքը, սա Դարփինյանի ժամն էր, Դավիթ Խումարյանը այն ձեզ համար վարեց, հաղորդման հեղինակ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը, ինչպես միշտ առաջին խոսափողի մոտ էր։ Այսքանից, տեսություն։